պետական ֆինանսների նախարար, այդտեղից մասամբ վերցրեք են, ինչ որ կարա օգուտ տա պետությանը, ոչ թե ամբողջ այդ դահիճական վերաբերմունքը, ինչա նշանակում մեր համար մեկը, ով թուղթ ունի, ով է մեղավոր, 10% պիտի տա փոքրը, դա ինչա, ռեկետ, չի? Դա ռեկետ է։ Այսինքն մենք կարող ենք ֆիքսել 3 կարևորագույն ուղերձ։ Առաջին դրույքաչափերի բարձրացում, երկրորդ առանց փաստաթղթի ապրանքի 20%-ի հարկում եւ գույքագրում։ Այս 3 կարևորագույն խանգարող հանգամանքներն են։ Եվ դա հարկումը։ Հարկումը, դրույքաչափի բարձրացումը, այսինքն 5-ից 10% դրույքաչափի։ Իսկ է դա դառնում է, նայեք, նախ կներեք ձեզ, ընդհատում եմ 1000 ներողություն, բայց որպեսզի մի քիչ լավ։ Տեսեք, երբ որ ասում է դու չունես թուղթ, բայց վաճառել ես ապրանքը 10%, դու արդեն ինձ պատժում ես։ Մեկ այլ տեղով ինչի ես 20% եկամտահարկ ուզում։ Մի հատ 10% դրույքաչափ, այսինքն վաճառքի արժեքից բարձրացում։ Հաջորդը գույքագրման պահանջ, չէ, որ գույքագրման պահանջը չեղարկի։ Ստուգման ժամանակ չհայտնաբերված ապրանքի թուղթ 20% առաջին անգամ։ Սա երրորդ։ Սա երրորդ։ Զգուշացում, տուգանքները միջև տուգաները զգուշացում։ Դա կարևոր հարցերից մեկն է, որտեղ եթե ինչ-որ մեկին հենց առաջին հայացքից տուգանեցին, այդ պետքա տնտեսվարողը փակվի։ Սա ավազակություն է, որը նրանք ասում են հակառակը։ Ստիպում են դուք ինչպես գիտեք, որ կարաշ կարային դատարան տային, չէ դատարանը դա ինչ-որ մի ժամանակով հետաձգում էր։ Հիմի այդ օրենքը վերացրել է, Կազգոլ լինեք, թույլ չտանք, որ հանկարծ նորից նախագիծը հետ բերեն։ Եթե այդտենց եղնի, մի անգամից առանց այդ մուծելու, մարդիկ պետք է մուծեն, հադեմի, բայց այս ժողովուրդը սաղը ոնց որ հասկանում եք, մեր կառավարությունը ոչ թե ժողովրդի դեմ է ամեն ինչ անում։ Ու նա ես չգիտեմ, կամ ինքն է իր ուզում ստից հեռանա, կամ մեզ է ուզում հեռացնել։ Երկու վայրակ։ իրավաբան հաշվապաներին է։ Եվս մեկ պահանջ ու խնդրանք, որ հուլիսի 1-ից ուզում են նոր օրենքի փոփոխությունը ընդունեն, մենք պահանջում եւ խնդրում ենք, որ գոնե թե եթե չեն չեղարկելու, այդ ընթացքը երկարաձգե մինչև հունվարի 1-26 թվականի։ Նայեք, եթե հունվարի 1-ին Ոչ, չեղարկել։ Մենք ի վիճակի չենք այդքան հաշվապաներին վճարել։ Հաշվապաների օրենքն էլ չեղարկեն, որովհետև դա կախված է մեզանից։ Միայն մեզանից։ Իրանք կմուծեն 50%, բայց մենք պարտավոր ենք իրանց վճարենք, որ իրանք մուծեն։ Բնականաբար իրանց ծախսերը, իրանք գիշեր-ցերեկ աշխատում են։ Ես հաշվապանների դեմ ոչինչ չունեմ։ Գիշեր-ցերեկ աշխատում են։ Հիմա մի հատ գույքագրում անենք։ Իրանք 2 ժամվա փոխարեն 12 ժամ են աշխատելու։ Եթե մի հատ էլ անցնենք էնդես դաշտ, 12 ժամվա փոխարեն 30 ժամ են աշխատելու։ Անմեմ եկից, մենք եթե անցնենք էնդես դաշտ, մի հաշվապան մի էնդես է կարողանալ լավագույն դեպքում գիշեր-ցերեկ չկնի իր գումարի համար 2 էնդես է կարողանալու հաշվարկի։ Մենք ի վիճակի չենք բարձրացնելու, որ իրանք էլ ես իմ քանի տոկոս պետությանը տան։ Ոչ, աղքատության շեմ ենք նվազացրել։ Մենք հաշվապաները, իրավաբանների գինը խեք այդքան բարձրացում, որ մենք էլի վիճակի չլինենք դատարան դիմենք։ Միևնույն է, ձեր մոտ դատարանները 7-ից 8 տարի տևում է, արդեն հասանելի չի։ Այնքան հարցեր կա, որ նայում ես 4-500 հազարը, ամենայն ազնվությամբ ես ասեմ 500 հազարը մեր սովորական միջին աշխատողի համար մեծ գումար է։ Բայց երբ որ մտածում ա, որ գիտեք ինչ, իրավաբանի պիտի դիմի այսքանը տա, ասում ա լավ տամ, որ 1 միլիոնը չտուգանվեմ, որ 1 միլիոնը չտուգանվեմ, բայց եթե հիմա այդ 500 հազարը դառնա 2 միլիոն, օրինակ 3 միլիոն, 4-5 տարի ձգվող դատեր են, 2 միլիոն, 3 միլիոն, քաղաքացին չի կարալու տա, այսինքն իրանք ամեն ինչ անում են, որ մեզ միջև վերջ, մեր ծնողներից ժառանգածը կորցնենք, մենք, հաշվապաները, իրավաբանները, իրանք ուզում են ամեն ինչը վերցնեն իրանց, վերցրել են, ես ուղղակի մի հատ բան եմ էլի ուզում խնդրեմ ձեզ, մի հատ փաստացի հարցրեք էլի կառավարությանը, ոնց կարա, ինչ որ մի նարեկ էր, 8 սուպերմարկետ բացի 160 հատ, 160 հատ նրա հետևից չգնան, մեր քնձռոտ մի հատ խանութը, որ չի ծաղկե, ոչ է կարողանում ենք նորմալ ռեմոնտ անենք, մեր հետևից ամեն օր գան կարելի է, արդեն ես գիտեմ, քաղաքացիներ, որոնց խանութները մտել են, այն կարգի են տուգան է, որ մարդիկ իրանց տուն, տեղ, ամեն ինչ վաճառում են, ես արդեն
իմ շրջապատում 2-3 հոգի տենց գիտեմ, որ իրաց ծնողներից ժառանգած տուն են։ Ես վախենում եմ հունիսի 1-ից մենք էլ ենք տենց լինելու։ Ամենայն ազնվությամբ, որ հասնի այդ կետը ուրիշ բան չեն կալու, բայց ես չեմ ուզում իմ երկրից այդամ։ Ձեր նման մարդիկ պետք է կանգնեն մեր կողքին, որ կարողանանք պայքարենք։